Շատ ուրախ եմ, որ նախորդ հոլովակս այդքան մեծ արձագանք գտավ։ Վաղուց ես նկարահանումներ չէի արել եւ հին իմ արխիվում եղած հոլովակներն էի մոնտաժում ձեզ համար, որպեսզի տեղադրեի, հետո նորից սկսեի շարունակել։ Բայց այս տարի մի այլ ողջավորվածությամբ եմ սկսել, կարծես թե շատ մեծ սիրով եմ անում այս ամենը, իմ գործը, իմ սիրելի աշխատանքը։ Չնայած նրան, որ վաղուց կոնկրետ հաճախորդներ չեմ ընդունում, իսկ իմ հաճախորդների բազան եղել է ամենակիչը ամսական 120 հոգի եւ դրանից ավելի հաճախորդներ, սակայն հիմա ես ավելի շատ կենտրոնացած եմ իմ բրենդների զարգացման, ինչպես նաև ուսանողների հետ դասընթացների վրա։ Այս հարցը եւս ինձ շատ են տալիս, թե արդյոք on-line դասընթացի դեպքում ինձ հետ կապ մնալու է, թե ոչ։ Հիմա բացատրում եմ։ Երբ որ դուք ընտրում եք այն դասընթացի տեսակը, որի ժամանակ անհատական աշխատում եք ինձ հետ, աշխատում ենք միասին ուղիղ միացումով, այսինքն անհատական է, միայն ես եմ եւ ուսանողը աշխատում ենք, բնականաբար կապը ինձ հետ է։ Իսկ եթե ընտրում եք ահա այս դասընթացի տեսակը, որը 2 ամսյա կուրս է եւ 2 ամսվա համար արժեքը 25000 դրամ է, սա շեշտում եմ, որովհետեւ ամենտեղ այդ հարցն եք տալիս, այս դասընթացի դեպքում դուք ունենում եք տնային հանձնարարություններ, ու քանի որ ինձ մոտ խմբերը շատ են, ամեն խմբի շաբաթվա մեջ հասցնում եմ 1-ից 2 անգամ տնային աշխատանքները մանրակրկիտ ստուգել, բացատրել, առաջարկել, գտնել թերությունները, ուրախացնել, եթե անգամ շատ լավ է ստացվել աշխատանքը։ Այնպես որ իհարկե նաև լինում է հետադարձ կապ, հատկապես այս դասընթացի դեպքում, երբ որ դուք ունենում եք տնային հանձնարարություններ։ Instagram-ը տեսնում եք ձեր էկրաններին, գրում ենք ու անմիջապես գրանցվում եք։ Կրկին ողջունում եմ ձեզ իմ YouTube-յան ալիքում, դուք գտնվում եք առաջին հայալեզու մատնահարդարման YouTube-յան ալիքում։ Իդեպ ասեմ, նախորդ հոլովակից նաև հասկացա, որ լիքը նոր հետևորդներ են ավելացել ու մեծամասամբ սկսնակներ են։ Իսկ ես մեծ սիրով պատրաստում եմ այնպիսի հոլովակներ, որտեղ ամեն ինչ շատ մանրամասն եմ բացատրում։ Իդեպ երեկվա իմ ուղի եթերի ժամանակ հետևորդներից մեկը գրել էր, թե ինչն է ձեր օգուտը, որ դուք այդքան մանրամասն բացատրում եք ամեն ինչ։ Իմաստը որն է, ինքը այնքան զայրացած էր այդ ամեն ինչը գրել։ Իսկ սա իմ սիրելի աշխատանքն է եւ ես միշտ այն ամենասկզբից դեռ անգամ ինքս էլ երբ որ փորձեր էի անում, ինքս էլ ինչ որ տեսնում էի սխալներ, թերություններ իմ աշխատանքի մեջ, միևնույնն է ես կիսվում էի իմ բոլոր աշխատանքներով էջերում ու բացատրում էի ամեն ինչ։ Իսկ հիմա ահա այս եղունգի մասին ենք խոսելու։ Այսօր այս մասին եմ հոլովակ պատրաստել։ Մատնահարդարներ ջան, ես գիտեմ, որ սկսնակներն են իմ էջում ավելի շատ գերակշիռ մասը կամ նրանք, ովքեր դեռ նոր են ուզում սկսել սովորել մատնահարդարում, ու այդ իսկ պատճառով ստացվել է այնպես, որ հանդիպել են իմ էջին, որտեղ գաղտնիքներ են շատ բացահայտ, շատ մատնահարդարներ, ահա այսպիսի եղունգների դեպքում կտրում են այս վնասված եղունգը եւ նորից լիցքանյութի օգնությամբ աշխատում են։ Սակայն եկեք խոստովանենք, որ օրինակ այս եղունգի վրա այն հատվածում էր կոտրվածքը մի կողմից, որը հենց անմիջապես եղունգի մարմնի վրա է։ Ապա ասացեք խնդրեմ, այդ հատվածում ինչպես պետք է կտրենք եղունգը, որ հասնենք այդ ճեղքած հատվածին, բնականաբար չենք կարող։ Ինչպես նաև, եթե մենք կտրում ենք այս եղունգը ու հետո լիցքանյութի օգնությամբ երկարացնում ենք, միևնույն է դա արհեստական նյութ է, որքան էլ որ այն ամուր է ու լավ է։ Բայց երբ որ տակից մնում է ձեր բնական եղունգը եւ այս եղունգի հետ դուք աշխատում եք ապակյա թելիկներով, պոլիմերային թելիկներով, ապա սրանից իդեալական ու ամուր միջոց դեռ ես իմ ամբողջ աշխատանքային տարիների այս ընթացքում ոչ մի կերպ չեմ հանդիպել։ Եթե կունենաք հաճախորդ, ով եկել է ձեզ մոտ այսպիսի ճեղքված եղունգով, ապա խնդրեմ, վերցնում ենք ընդամենը այդ հատվածի վրա, որտեղ որ ճեղքված է, խարտոցով մի թեթև մշակում ենք, որպեսզի ունենանք կպչուն մակերես, այսինքն կատարում ենք մեխանիկական ադգեզիա, մեխանիկական յուղազրկում։ Այնուհետև սրբում ենք սպիրտի օգնությամբ, դնում ենք բազայի կամ կերատինի կաթիլ եւ հենց թաց վիճակում այստեղ ավելացնում ենք մի փնջիկ ապակյա թելիկներ։ Ուղարկում ենք լամպ չորանալու, խարտոցով վերամշակում ենք եւ մոռանում ենք, որ այդ հատվածում առհասարակ ճեղք է եղել, անգամ եթե շատ մեծ լինի այդ ճեղքը։ Ինձ մոտ եղել են հաճախորդներ, որ եկել են ու իսկապես այնքան մեծ է եղել այդ ճեղքը, որ կարծես մի փոքրիկ հատված է կպած մնացել եղունգը ընդամենը, բայց երբ որ ամրեցնում ենք ապակյա թելիկներով, մոռանում ենք առհասարակ այդ մասին։ Ասեմ, որ մի օր հետո անգամ այդ ցավացող հատվածն էլ չի լինելու ու այլևս չի ցավալու։ Իսկ հետո ցանկալի է, որպեսզի արդեն իսկ դրա վրայից աշխատեք որևիցե ամուր նյութով։ Դա կլինի գել, կլինի պոլիգել, կլինի ամրացման գելերի շարքից, թե ինչ, այդ արդեն չգիտեմ ձեր ընտրությունն է, բայց ցանկալի է, որպեսզի վրայից այո, որևիցե ամուր նյութ եւս լինի, որպեսզի թույլ չտա, որ եղունգը անընդհատ ծալվի եւ անհարմարություն պատճառի։ Այստեղ արդեն ինչպես նկատեցիք, նարնջի փայտիկի օգնությամբ կամ մետաղական փուշերի օգնությամբ հետ ենք բացում գրպանիկները
ու սկսում ենք մաքրել ալմազե ֆրեզայի օգնությամբ։ Այս պահին բոր ապարատս միացված է forward ուղղության վրա։ Քանի որ մեծամասամբ սկսնակներ են հետևում իմ էջին, ապա ասեմ, որ անպայման ուշադրություն դարձրեք։ Ձեր բոր ապարատի վրա կա կոճակ, որը փոխում է ձեր գրիչի եզրի աշխատող գլխիկի ուղղությունը։ Forward-ի ժամանակ ձեր բոր ապարատը աշխատում է ժամսլակի ուղղությամբ, իսկ reverse-ի ժամանակ հակառակ ուղղությամբ։ Եթե մատնահարդարը աչլիկ է, ապա forward ուղղության ժամանակ մաքրում ենք կուտիկուլայի մեջտեղից դեպի մատնահարդարի ձախ ուսի կողմը։ Ստացվում է հաճախորդի աջ ուսի կողմը։ Հա, ու եթե սկսնակ եք, անպայման խորհուրդ եմ տալիս օգտագործել Nunail բրենդի ալմազե ֆրեզաները, որովհետև միայն տեսեք ակնթարթորեն ձեր աչքի առաջ ինչ աշխատանք է այն կատարում։ Երբևիցե, երբ որ ալմազե ֆրեզան գնում է կուտիկուլայի տակ մաքրելու, չենք հրում, չենք սեղմում եղունգի վրա։ Եթե ուշադիր լինեք, անգամ կնկատեք, թե ինչ պարզ է երևում, որ երբ որ ալմազե ֆրեզան գնում է կուտիկուլայի տակ, այն հենց կուտիկուլային հպվելով, հենց կուտիկուլան էլ մաքրելով դուրս է գալիս։ Հիմա արդեն բոր ապարատը անջատել եմ, զրոյացրել եմ, երբևիցե գրիչը միացրած ժամանակ չփոխեք ուղղությունը։ Զրոյացնում ենք գրիչի աշխատանքը ու միացնում ենք reverse։ Reverse-ով մաքրում եմ մեջտեղից դեպի իմ, այսինքն մատնահարդարի աջ ուսի կողմը։ Կրկին աշխատում ենք մեր ալմազե ֆրեզայի քթիկի եւ թուշիկի օգնությամբ ու երբևիցե չենք հրում բնական եղունգի վրա, այլ գեղեցիկ ու կոկիկ աշխատում ենք միմիայն կուտիկուլայի հետ եւ այն այսպես առանձնանում է այնպես սպիտակ կամ թափանցիկ թելիկի պես, որ սա ուղղակի չնկատելը կամ վնասելով կտրելը դառնում է անհնար։ Եկել եմ ձեզ այնպիսի բաներ ասելու, որ ձեր աշխատանքից չհիասթափվեք։ Լինելու է նաև դեպքեր, երբ որ այդ կուտիկուլայի տեսակը այնպիսին է, որ անգամ մի թեթև հպումից էլ շատ արագ արնահոսում է։ Նմանատիպ դեպքերում ավելի լավ է կտրեք այնպես, որ մնա մի բարակ թելիկ, անտեսանելի թելիկ, որը անգամ ռեմուվրով դուրս կգա կամ յուղից հետո չի էլ երևա, քան թե կտրեք կուտիկուլան, որովհետև կուտիկուլայից մի փոքրիկ թելիկ թողելով դուք խնդիրներ չեք առաջացնի մարդու օրգանիզմում կամ մատների շուրջ, իսկ խորը կտրելով բնականաբար կառաջացնեք։ Այստեղ իմ կուտիկուլան բավականին չորացել էր, չեմ կարող ասել ինչից է, միգուցե նաև եղանակից է, ես ունեցա մի փոքր վնասված հատված։ Ի նկատի ունենում ենք եւ յուղազրկում ենք բժշկական սպիրտով ու անցնում ենք առաջ։ Այս էտապում ստեղծում ենք բոլոր եղունգների վրա հիմք։ Հիմքը կարող եք ստեղծել եւ կերատինով եւ բազայով։ Եթե ստեղծում ենք հիմք, ապա մենք իրավունք ունենք միանգամից 5 մատների վրա բարակ շերտով քսել, որովհետև չենք հարթեցնում, այլ զուտ բարակ շերտ ենք անում, որը չի կարող ծորալ ոչ մի տեղ։ Ուղարկում ենք լամպ չորացնում ենք ու հիմա այս հրաշք երանգով Nunail բրենդի ամրեցման գելն է հենց սրվակով իր վրձինով, որ ձեր գործը մի 10 անգամ ավելի արագ ստացվի։ Արդեն չորացված բազայի կամ կերատինի վրա բարակ շերտով ծածկում եմ ամրեցման գելով ստեղծելով հիմք, այնուհետև դնում եմ կաթիլը, որպիսի կաթիլը հեշտությամբ ու արագ տարածվի ու բացվի, ինքնուրույն հարթվի եւ ինձանից ժամանակ չխլի, որ բարակ վրձինել վերցնեմ, այս ու այն կողմ տանեմ, փորձեմ նրան հարթեցնել։ Հիմա ինքներդ ձեր աչքի առաջ էկրաններին կտեսնեք ինչպես է հարթվում։ Եվս մեկ կարևոր խորհուրդ, երբ որ ձեռքը հակառակ եք պահում, զուտ մի պահեք հակառակ ու ուղարկեք լամպ։ Հարկավոր է հակառակ պահած ժամանակ ուշադիր նայել, թե այդ նյութի դրված կաթիլը կլինի դա բազա, գել եւ այլն, ուր է գնում այդ կաթիլը, ուշադրություն դարձրեք, որ ճիշտ հարթվի եղունգի վրա։ Իսկ հիմա այստեղ տեսեք ինչ հետաքրքիր գործողություն եմ կատարում։ Այդ վարդագույն երանգ ունեցող ամրացման գելի վրա ծածկում եմ Nunail բրենդի ավելի բեժային երանգ ունեցող տոպով, սա տոպ է, ու վերջ դրա վրայից մենք կարող ենք այլևս տոպով չծածկել։ Եվ արդյունքում այսպիսի մեղմ շատ կարծես իրիսի գույն ունեցող, կարամելային երանգ է ստացվում։ Հիմա կասեք, բա հիմա ինչ ես անում Նունե ջան, կբացատրեմ։ Քանի որ տոպը կպչուն շերտ չունի, իսկ ինձ պետք է այսպիսի փայլատի թեղ ամրացնել դիզայնի համար եղունգների վրա, այն հատվածում, որտեղ ուզում եմ փայլատի թեղը դնել, կլինի դա արծաթագույն, ոսկեգույն, կապ չունի, ըստ ձեր ճաշակի է, մի փոքր բազա կամ կերատին արեցի, նոր դրեցի փայլատի տեղը, որ զուտ կպնելու տեղ լինի, թե չէ չէր կպնելու, չոր մակերեսի վրա առանց կպչուն շերտի փայլատի տեղը չի կպնում։ Ուղարկում ենք լամպ, չորացնում ենք, նկարում եմ սև սրտիկներ, սա ձեր ցանկությամբ է, ինչ ուզում եք կարող եք նկարել կամ առհասարակ կարող եք չնկարել։ Ու սրտիկներն էլ չորացնելուց հետո վերջապես ծածկում ենք տոպը։ Շատերը բողոքում են, որ տոպը շուտ է խամրում եւ խասխզվում։ Ասեմ, որ տոպը պետք է քսել նորմալ շերտով, հաստ չի կարելի քսել տոպը, հարթեցում կարելի անել, բայց ոչ շատ հաստ շերտով, ուղարկում ենք լամպ, չորացնում ենք
լավ որակյալ հզոր լամպում լիարժեք մոտավորապես 2 րոպե։ Արդյունքում ունենում ենք այսպիսի հրաշք, նուրբ աշխատանք, որը շատ հարմար է ամեն օրվա համար։ Բազմաթիվ ուսանողների խնդրանքով մարտի 1-ից եւս գործում է այս կուրսը, քանի որ փետրվար ամսվա համար գրանցումներն այլևս ավարտված են, խմբերում տեղ չկա, մարդ չեմ տեղավորում։ Ես բացել էի ապրիլ ամսվա համար նախատեսված կուրս, որտեղ եւս աղջիկները սկսել են գրանցվել, բայց պահանջարկը շատ մեծ է եւ փետրվար ու ապրիլ ամսվա արանքում ունենք նաեւ մարտ։ Այնպես որ հենց հիմիկվանից կարող եք գրանցվել մարտ ամսվա մարտի 1-ից սկսվող դասընթացների համար, որը 2 ամսյա կուրս է օնլայն եւ արժեքն էլ 25000 դրամ է։ Գրում ենք իմ Instagram-ի էջին, ստանում ենք պայմանները, ծանոթանում ենք մանրամասն եւ գրանցվում ենք, որովհետեւ ժամանակ չկա, տեղ չկա։ Սա ես ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետեւ փետրվար ամսվաս ամենափոքրիկ կուրսը արդեն 22 հոգանոց է օնլայն։ Էնպես որ չեմ ուզում շատ խտացնել, մարտի համար հենց հիմիկվանից ենք գրանցվում եւ պահում ենք մեր տեղը։